Պարոն Վարդևանյանի գործընկերը Կարեն Կարապետյանի կառավարությունում պարոն Գևորգ Մուրադյանը դարձավ Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ։ Ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Ձեր քաղաքական նախահայրերի կուսակցությունը, նաև ձեր քաղաքական հայրերի կուսակցություններն ու մնացորդները սկսեցին միջամտել բուհերի աշխատանքին։ Ըստ էության տեղի էր ունենում բուհերի զավթում։ 2026 թվականին հարգելի գործընկերներ, եւ մենք դա պետքա ֆիքսենք։ Մենք այս ընտրություններով երկիրը փրկել ենք զավթումից, օտար երկրյա զավթումից։ Այդ նույն տրամաբանությամբ մենք բուհերի այն տրամաբանությունը, որ դրել ենք 2018 թվականին, փոխեցինք, որպեսզի բուհերը փրկենք զավթումից, բայց այստեղ ընդդիմադիր բանախոսներից մեկը շատ հստակ նշեց, որ դրա համար ժամկետ է դրված, որ խոշորացումից հետո այդ հարցն էլ քաղաքականացման հարցն էլ կլուծվի։ Այնպես որ գալիս եք այստեղ եւ խոսում եք բուհերի քաղաքականացումից, խոսեք նրա մասին, որ դուք մենք իշխանությունը ասեցինք, որ դա ապաքաղաքական կառույց է, բայց քաղաքական այլ ուժեր իրենց կեղտոտ ձեռքերը անընդհատ փորձեցին իրենց շերեփուկների միջոցով բուհերի միջամտել այդ ձեռքերով բուհերի աշխատանքին։ Եվ այս որոշումը կայացվել է եւ այն մարդը, ես, ով կողմնակից էր եւ ջատագովն էր դրան, ժամանակավոր լուծում համարեց այն ինչ որ հիմա տեղի է ունենում մեր խորհուրդներում։ Հաշտվեք դրա հետ։ Մենք ձեզ թույլ չենք տվել ոչ պետությունը զավթել օտարների հետ միասին, ոչ էլ թույլ ենք տալու, որ բուհերը զավթեք օտարների հետ միասին։ Հիմա գանք այն թեմային, որին ու ասեմ ես ձեզ, ինչ են իրանք կրթությանը խփում։ Սա շատ հստակ է։ Իրանք քայքայել են կրթությունը 30 տարի շարունակ։ 30 տարի շարունակ քայքայել են կրթությունը։ Այստեղ մի բանախոս կար, չեմ հիշում, որ հարցով էր խոսում, ասում է դե գործի նշանակելու հերթեր են բանանում։ 2018 թվականին Դաշնակցական Լևոն Մկրտչյանից հետո դարձել եմ կրթության եւ գիտության նախարար, այն ժամանակ դեռ չէր խոշորացի նախարարությունը, եւ այտենց մի երկու շաբաթ անցնում է մայիսի վերջ։ Մեկ էլ կամերայով սենյակի տեսնում եմ մուտքի մոտ հերթա։ Ասում եմ գործավարին, ասում եմ, «Էս ինչ հերթ է»։ Ասում է, «Դե գիտեք, մեր մոտ ավանդույթ է, տենց տնօրենների մրցույթներ է հիմա։ Տնօրենները մի հատ գալիս են, այս կաբինետով անցնում են»։ Էս է եղել ձեր համակարգը։ Էս է եղել ձեր համակարգը։ Եվ դուք եկել եք կրթությունից եք խոսում, ինչ են կրթությունից խոսում, ինչ են 18-19 թվականին բարեփոխումների ժամանակ դաշնակցականները պարում նախարարի պատուհանների տակ, ինչի, որ խափանեին այդ բարեփոխումները, ինչու, որովհետև իրենց պետք է անգրագետ մասա, որին կարող են կաշառքով գնել, ցավոք սրտի մեր բնակչության մի մասը շարունակում է այդ գրագիտության խնդիրը ունենալ եւ կաշառվել, բայց եւս 5 տարի, եւս 5 տարի, եւս 5 տարի, այն ձեր ղեկավարը ոնց որ ասում էր, քոքից կմաշենք, քոքից մաշվեցին իրենք եւ մաշվելու են մինչեւ վերջ։ Հիմա քանի որ այս հանձնաժողովի հարցն ենք քննարկում եւ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հանձնաժողովի նախագահի տեխնացությունն ենք քննարկում, ես մի թեմայի եմ ուզում անդրադառնալ, որը սպորտն է եւ կարծում եմ մեր կյանքի կարևոր բաղադրիչներից մեկն է եւ պետականության կարևոր ուղղություններից մեկն է, որովհետեւ հնչում է հիմնը, բարձրանում է դրոշը, պոպուլարիզացվում է երկիրը եւ դրանով մեծանում է երկրի վարկանիշը։ Այս թեման ճիշտն ասած մի քիչ էլ պարոն Վարդևանյանը հուշեց, այն որ ալեգորիկ կերպով ընտրություններ ներկայացրեց ֆուտբոլային
լեզվով, այդտեղ ուղղակի ընդմիջմանը մոտեցա ասեցի, բա Գոհար Մելոյանը այդ ամբողջ սցենարի մեջ որ բաղադրիչներ, տենց չկարողացավ մտաբերել, ասեց դե ինքը բողոք չի ներկայացրել, հա ես էլ ասացի ուրեմն այդ բանն է։ Տրիբունաներում գտնվող բանն է, խմբերն են, որ գորմենսու ձա ու վերջ։ Դա հետևանք չի ունենում, ընդամենը բանը գալիս գորում են, էմոցիան թողում են եւ գնում են տուն։ Ինչ է սպորտը եւ ոնց է կառավարվում, հարգելի գործընկերներ, քանի որ մեծ մասը ելույթից նվիրեցի մինչեւ հիմա այստեղ ելույթ ունեցողներին, 3 հիմնական սյուների վրա է սպորտը։ Կառավարություն, որը վերջին տարիներին բյուջեն սպորտի ավելացրել է 3 միլիարդից 16,2 միլիարդ, ավելացել է 386%-ով։ Կապիտալ ծախսերը սպորտի, ստեղ այս թվին խնդրում եմ ուշադրություն դարձրեք, 17 թվականին պարոն Վարդևանյանն այս կառավարության ժամանակ 735,000 է եղել կապիտալ ծախսերը սպորտի ոլորտում։ Հիմա 4,9 միլիարդ է, որը 667,465%-ով ավել է, 6,000 անգամ ավել է։ Սա կառավարությունն է, որը գիտեք վերջին տարիներին շուրջ 100 օբյեկտ է կառուցել եւ կառուցում։ Այս օբյեկտները կառուցելիս կարևորում է իր սպորտսմեններին, որոնք կենթանի են, ոչ թե ասում են չես լինի նոր քո անունով, ուրեմն սպորտ դպրոցներ կկառուցենք, այլ ընդհակառակը, մենք ուզում ենք, որ մեր անվանի սպորտսմենները դառնան մեր երեխաների հերոսները, այլ ոչ թե ինչպես նախկինում օլիգարխները դառնան իրենց հերոսները։ Իսկ մեր սպորտում օլիգարխացումը դեռ կա, ցավոք սրտի կա։ 2002 թվականից սկսած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն օլիգարխիկ վիճակում է։ Դուք չեք պատկերացնում, հարգելի գործընկերներ, մենք հիմա ահագին ազատել ենք սպորտը այդ վախից, այդ սարսափից, որ մի բան ավելասեն, հանգարց Աբովյան, որն է այդ հասցեն, 18-ա, 26-ա, 8-ա, հա, հանգարց չգան ընդեղ մի հատ ասեն, այս ինչ է տեղի ունենում, այս ինչ ես դու խոսում։ ՀԱՕԿ-ը ես կարծում եմ այնպես ինչպես բուհերը, այնպես ինչպես պետությունը զավթված է եղել, ընդ որում ես սա չասեցի, մենք 2018-ին հարգելի ԿՊԱ-ական գործընկերներ, այնուամենայնիվ պետք է նախկին իշխանությանը գնահատական տայինք եւ օրենքով արգելեինք պետությունը զավթած կուսակցություններին, որպեսզի հիմա մեզ ազատեինք այն տեսակի քաղաքական ուժերից, որոնք գոյություն ունեն։ Սա մենք պետքա ֆիքսենք, բայց ես շատ մեծ հույս ունեմ եւ վստահ եմ, որ հատկապես գործադիրը միջոցներ ձեռք կառնի, որ մինչեւ 2031 թվականը մենք այդ իրավիճակից կձերբազատվենք։ Վերադառնալով ՀԱՕԿ-ին, ես կարծում եմ սա նաեւ միջազգային օլիմպիական կոմիտեի խնդիր է, որովհետեւ ամենաանթափանցիկ ուժերից մեկն է, ինչպես